Դեղատանը օրերս շատ տխուր իրավիճակի ականատես եղա։ Մի պապիկ իր սովորական դեղերն էր եկել գնելու։ 6 անուն դեղ պետք է գներ, 1 ամսվա պաշար։ Թոշակը ստացել էր, մտել դեղատուն, այնտեղից պետք է գնար պոչտա կոմունալները մուծեր, այնտեղից գնար խանութ։ Ես տեսա պապիկի սարսափած դեմքը, ոչ թե հիասթափված դեմք ուներ, այլ սարսափած, հաշվարկ արած մտել է դեղատուն ու պարզում է, որ իր 6 դեղից 4-ը թանկացել է։ Ու հաշվարկ է անում, որը լսելի է, դեղը պակաս առնի, սնունդը պակաս առնի, թե լույսը չմուծի անջատեն։ Հետո արդեն կիսվում է դեղատան այցելուների հետ, ասում է, ես ամեն ինչ հաշվարկով եմ գնում։ Անգամ ամեն առավոտ աթոռը դնում նայում եմ հաշվիչների ցուցմունքը, որ տեսնեմ, հո 3 շատ չեմ վառել։ Էս ինչ օրինակ իմ գլխին խաղում։ 46,000 թոշակով ես ինչ անեմ։ Մի թոշակառուն հացն է քչացնում, մի թոշակառուն դեղն է քչացնում, մի թոշակառուն չի ջեռուցում տունը, այն մեկը կարակից անցնում է մարգարինի, որ յոլա գնա։ Այդ պապիկը դեղատան աշխատողի հետ սկսեց կռիվանել։ Հետո հայհոյեց իշխանությանը ու հիշեց բնականաբար մարդամեկին։ Ասում է, որ թոշակառուի գումարը 10,000-ով ավելացնենք, չի իմանա ոնց անի, անիմաստ բաների վրա կծախսի։ Նիկոլ ասում է. «Տուր դեղ առնեմ, հաց առնեմ, տունս տաքացնեմ, փող տուր ապրեմ»։ Այդ պապիկին ավելի մեծ հիասթափություն ոչ թե դեղատանն էր սպասում, այլ խանութում, որովհետև այնտեղ ոչ թե 4 անուն ապրանք է թանկացել, այլ համարյա բոլորը։